Սաղաթելյան, բացի նշված անձից, հա, որտեղ ներկայացրել է հայտ, նաև այլ գործիչներ էլ կան, հա, որոնք որ այսպես նաև նույն ոճի մեջ են, նույն տոնի մեջ են ու նաև դաշինքի հանդեպ ու առաջնորդի հանդեպ։ Հատկապես առաջնորդի, Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ վարչապետի տեխնիացումն ինքն է, այստեղ սվինները ավելի սրվեցին։ Նայեք, ակնհայտ է, որ մեկ իշխանությունը, մեկ ընդդիմադիր դաշտի որոշ գործիչներ շատ ծանր են տանում այս ամեն ինչ։ Մենք չենք անդրադառնալու իրենք մեզ հետաքրքիր չեն, իրենք մեր համար թիրախ չեն։ Մենք ունենք մեկ թիրախ, դա գործող վարչախումբն է։ Հրապարակային ասում եմ 10 օր առաջ հայտարարել եմ, որ ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերը մեր այսօրվա եւ վաղվա պայքարի գործընկերներն են։ Դադարեցրեք այս ամեն ինչը, բայց եթե իրենց դա թվում է թուլության նշանը, կամ նորից եմ կրկնում, մեր համբերությունը անսպառը շփոթվում են, այնքան հարց կտանք, օրինակ նույն Արման Թաթոյանին, երբ որ տեսնեք, հարցրեք, որ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին, այդ մասին ասել է թե չէ։ Ու կարող եմ ասենց բազմաթիվ հարցադրումներ անել, որոնցից որևէ մեկին չեն կարող պատասխանել։ Հետևաբար պետք է յուրաքանչյուր ուժ հանրությանը ներկայացնի իր ծրագրերը, իր մոտեցումները, իր ասելիքը, այո, մենք մրցակիցներ ենք, բայց ոչ հակառակորդներ ու երբեք փորձելու ենք չանդրադառնալ սրան։ Բայց սա թող լինի զգուշացում, որովհետև մի շարք հարցեր կա, որոնցից որևէ մեկին չեն կարողանալու պատասխանել ոչ իրենք, ոչ էլ իրենց համար տեքստեր գրողները։ Առայժմ այս թեմայով այսքանը, բայց եթե շարունակեն, նորից եմ ասում, մենք ունենք այդքան հնարավորություն։ Մի քանի ճակատով պայքարելու, որովհետև մենք թույլ չենք տալու, այսինքն տեղից վերել լողան Նիկոլի ջրաղացին ջուր լցի, հետո էլ տանի ձայներ փոշի աստ։